Իսկ ինչա հոկտեմբերի 10-ին։ Digitech։ Այո, հոկտեմբերի 10-ին Digitech անստպարությունը ոնց որ պարապել ենք այս սցենարները, բայց вообще չենք պարապել։ Ինձ թվում է այդ financial literacy-ն շատ կարևոր կամպանիա է, որը որ այս հիմիկվա digital աշխարհում ինձ թվում է մեր մոտ բացակայում է։ Այսինքն մենք կարողացել ենք Digitech-ը համիջազգայնացնել իր ծավալների մասով, մասնակից երկրների մասով եւ նաեւ դրսից հրավիրել խոսնակներ, որոնք համաշխարհային հայտնիություն ու հեղինակություն ունեն։ ԱՏԶՄ-ն հիմա ամենամեծ միություններից է, հա, այս ոլորտում ու շատ լսելի է ըստ ինձ, որովհետև ներգրաված են այն կամպանիաները, որոնք որ կարող են նպաստել ոլորտի եւ ընդհանուր, հա, միջավայրի զարգացմանը եւ ավելի բարեփոխմանը։ Digitech-ը այդ tech համայնքի նոր տարին է, հա, դից բարձր իմաստով ճիշտ է, բլինչիկ չենք սարքում, հա, կստացի։ Ինչ որ կարելի է, այս տարի բլինչիկ սարքի։ Բարև ձեզ։ Շարունակում ենք Tech նստենք շիտակ խոսենք ոդքասթների շարքը եւ այսօր մեր հյուրն է Siemens Industry Software Հայաստանի գլխավոր տնօրեն, ԱՏԶՄ բորդի անդամ Իրինա Դումանյանը։ Իրինա ջան, ողջույն։ Շնորհակալ եմ, որ եկել ես։ Շնորհակալ եմ, որ մի 20 րոպե սպասեցիր մինչև ես բարև ձեզ ասեմ։ Հիմա հանձնում ենք քեզ։ Բարև ձեզ Խաչատուր ջան, շնորհակալություն հրավերի համար։ Հաճելի է գտնվել այստեղ։ Հա, ճիշտ է, որովհետև մենք գտնում ենք ԱՏԶՄ գրասենյակում, Հայաստանի Tech կենտրոնում, ոնց որ սիրում ասել մեր Գարեգինը, բայց ես սկսում եմ ռադիոդիկտորի պես խոսել, արագ-արագ արի գնանք մեր հիմնական թեմաներին։ Ինչի ես դու ստեղ, գիտես։ Ոչ, ահա։ Ինայի համար եւ մեր բոլոր դիտողների համար ասեմ, այսօր կալենդարով սեպտեմբերի 10-ն է, այդ նշանակում է, որ հոկտեմբերի 10-ին մնացել է մի ամիս ուղիղ։ Իսկ ինչա հոկտեմբերի 10-ին։ Digitech։ Այո, հոկտեմբերի 10-ին Digitech անստպարությունը ոնց որ պարապել ենք այս սցենարները, բայց вообще չենք պարապել։ Հիմա նայ, Digitech-ը այս տարի 20 տարեկան է, ինքը տենց 3 գլխանի դև է, էքսպոն է, կոնֆերանսն է եւ ֆեստիվալն է։ Բայց խինք քեզ կանչե, որ խոսենք 3 ուրիշ բաների մասին։ Առաջինը քո ունեցած experience-ի, դրա հայերեն բառը չեմ հիշում, փորձառությունը Digitech-ով սկսած հեռավոր 2005 թվականից, ինչ փորձառություն ես ունեցել անձամբ, տարբեր ընկերություններով, որտեղ որ դու աշխատել ես, երկրորդ ուղղությունը դա ԱՏԶՄ-ն ու հայկական tech էկոսիստեման, եւ երրորդը ազատ թեմա է, դու ես ընտրում։ Սկսենք Digitech-ից։ Մեր փորձը բավականաչափ մեծ է, ԱՏԶՄ-ում մեր եղած փորձը եւ Digitech-ի մասնակցությունը թե որպես ընկերություն, թե որպես board member, ուզում եմ մեծ ուրախությամբ նշել, որ փոփոխությունները ակնհայտ են, թե Digitech-ի ֆորմատի մեջ, ինչ որ սկզբում է եղել, թե ԱՏԶՄ-ի հիմա շատ ավելի լայնածավալ union լինելը, հա, մոտ 250+ ընկերություն է հիմա union member, իսկ Digitech-ը իր այդ ձեր ասած dev կառուցվածքով շատ ավելի ինձ թվում է հրապուրիչ է։ Այո, ասեմ ինչի, որովհետև ինքը ոչ միայն էքսպո է, նաև այդ կամպանիան դա սամիթի, հա, կոնֆերանսի, հետո շատ օրինակ իմ համար հետաքրքիր էր անձամբ եւ ինքս մասնակցեցի եւ տեսա մնացած ընկերությունները, որոնք մասնակցում էին, այդ տարբեր digital platform-ներ ունեցող ընկերությունների ներգրավումը, հա, առանձին ոնց որ ճյուղ, օրինակ fintech-ը, հա, կամ այդ financial brokerage կամպանիաները, որոնք տարբեր տրեյնինգներ էին կազմակերպում, ուսուցողական ծրագրեր էին անում հենց իրանց տաղավարներում, ինձ թվում է այդ financial literacy-ն շատ կարևոր կամպանիա է, որը որ այս հիմիկվա digital աշխարհում ինձ թվում է մեր մոտ բացակայում է, ու շատ լավ է, որ այդ հարթակը նաև այդ նպատակով էլ է օգտագործվում եւ մարդիկ արդեն գիտեն, որ կարող են գալ եւ այդ ուղղվածությունով էլ զարգացնեն եւ գիտելիքներ ձեռք բերեն Digitech-ի ֆորմատով։ Այդ կներես, այդ 24-ի մեր invest պլատֆորմն էր, որը որ իր մասնակի ներկայությունը նաև այս տարվանը ունի, այսինքն առանձնացված fintech զոնա ունենք, լրիվ առանձնացված չէ, ընդհանուր տարածքի մեջ, որտեղ fintech
tech ընկերությունները ներկայացնում են իրենց պրոդուկտները, ծառայությունները, հնարավորությունները, նաև հարթակը, կրթական եւ ինվեստիցիոն։ Բայց իմ հարցը հիմա ավելի գնում է դեպի Digitech-ի խորքերը, չգիտեմ, տեսել ես սոցիալական մեդիայում տարածվում է Digistory ֆորմատը, challenge-ի ֆորմատը, որտեղ շատերը այդ ԱՏԶՄ համայնքից պատմում են իրանց հետաքրքիր պատմությունները Digitech-ից ամբողջ 20 տարվա ընթացքում, հա։ Հիշեցնենք մեր դիտողներին, որ Digitech-ը 20 տարեկան է այս տարի, հերթական ու փաստացի իր պատմության մեջ ամենամեծ Digitech-ը լինելու է հոկտեմբերի 10-ից 12-ը Meridian Expo կենտրոնում, որտեղ լինելու են 250+ ընկերություններ, ցուցադրվող լինելու է 3 հիմնական սրահներ կոնֆերանսային ֆորմատի, շատ հետաքրքիր խոսնակներով, անունները հիմա եթերից չտամ, բայց մեր կայքում ու սոցիալական մեդիայում կտեսնենք շատ հայտնի համաշխարհային մակարդակի դեմքեր, որոնք Հայաստանում նմանատիպ ֆորմատում երբեք հանդես չեն եկել, այսինքն մենք կարողացել ենք Digitech-ը համ միջազգայնացնել իր ծավալների մասով, մասնակից երկրների մասով եւ նաեւ դրսից հրավիրել խոսնակներ, որոնք համաշխարհային հայտնիություն ու հեղինակություն ունեն։ Nvidia ու լիքայլ ընկերություններ, շատ որ չբացեմ փակագծերը։ Հիմա հարցս 20 տարվա ընթացքում ինչ հետաքրքիր կուրիոզ թեկուզ դեպք ա եղել, որ դու հիշում ես ու ոնց որ կուզես կիսվես առանց ինչ որ կորեկցիա անելու, այսինքն տենց իրոք կուրիոզ կամ հետաքրքիր դեպք։ Կուրիոզ տենց չեմ հիշում, բայց հետաքրքիր է, ճիշտ ասած, ամեն տարի այդ փոփոխություններին մասնակից լինել ու մենք որպես board member-ներ, ինձ թվում է հետագա քննարկումների մեջ միշտ նշում ենք, հա, ինչ լավ կողմեր ա ունեցել Digitech-ը այդ տարի, հա, կազմակերպչական փոփոխություններին փորձում ենք ինչ որ ձևի այդ մեր ոնց որ դիտարկումները տալ, խորհուրդով խորհուրդ տալ, այո, ու տարեստարի այդ փոփոխությունը, այդ միջազգայնացումը, հա, ավելի մեծ ուշադրությունը, որպես ես համարում եմ, որ ինքը շատ սպասված event, հա, tech event, թե համայնքի կողմից եւ հիմա քանի որ 2 տարի անընդմեջ ոնց որ WCIT Digitech փորձել ենք նույն օրերին անել, ուշադրությունը դրսից հիմա ավելի ոնց որ ուղղված է դեպի Digitech, հետաքրքրված են դրսի ընկերություններ մասնակցել, գալ Հայաստան ու դա նաև PR-ը, հա, Հայաստանի համար, որովհետև գալիս են կոնֆերանսի, էքսպոյի մասնակցելու, բայց նաև կարող են Հայաստանն էլ ճանաչել իր հարուստ մշակույթով, մարդկանց ճանաչել, բիզնես համագործակցություններ ունենալ, փոքր ընկերությունների համար դա շատ լավ հարթակ է, որպեսզի կարողանան իրենց պրոդուկտները, հա, լոկալ ընկերությունները մանավանդ մեծ հնարավորություն է։ Նաև ողջունելի է այս վերջին 2 տարին տեսնում եմ մեր նախարարության, հա, տաղավարը, որտեղ որ այն ստարտափներն են, որոնք որ ֆինանսավորվել են կառավարության, հա, պետության կողմից, ինչը որ չի եղել երկար տարիներ ու ես համարում եմ, որ Digitech-ի հարթակը տեսանելի է դարձնում, որ industry, government, academic cooperation-ը հիմա շատ լավ դրված է, հա, եւ այդ համագործակցությունը շատ հեշտացված է հիմա։ Ու դրսի ընկերությունը երբ որ տեսնում է, որ իր հա գործունեությունը խթանվում է տարբեր, հա, ինչ որ միջոցներով, երբ որ կառավարությունը ուշադրություն է դարձնում բիզնեսների ավելի լավ, հա, միջավայր ստեղծելուն եւ այլն, ինձ թվում է այդ ավելի մեծ հոսք կբերի, իսկ նման տիպի իվենտները որպես Digitech դրան նպաստում են։ Հա, տես կոնցեպտից խոսեցիր, ես այդտեղ նշեմ, ճիշտ ես ասում, 2 անգամ, նո ոչ անընդմեջ, բայց 2 անգամ եղել է, որ մեր WCIT-ի հետ զուգահեռ անցկացվել Digitech-ը, ինքը բավականին օգուտ ա տվել թե Հայաստանին ընդհանրապես, թե նաև tech էկոսիստեմին։ Մենք այս տարի գնում ենք այն ճանապարհով, որ այդ մատնանշած հարցերը, որ Հայաստան ընդհանուր որպես այդպեսին բրենդը բարձրանա ու ավելի հասանելի դառնա, այդ մասով միջև 20 international մեդիա գալու Հայաստան այս տարի հենց Digitech-ի համար, բայց մենք նաև բովանդակային մասով ոնց ենք անում, այսինքն կոնֆերանս, էքսպո, ֆեստիվալ, այդ գաղափարը, այդ կապը ոնց է առաջացել
ու ինչի ենք ուզում, որ մարդիկ դրսից գան Հայաստան, տեսնեն օրինակ tech էկոսիստեմը ոնց է աշխատում գործում, այսինքն ինչ կամփանիներ, բիզնեսներ, process-ներ կան, տեսնեն նաև թե ինչի մասին է խոսում, ինչ առօրյա քննարկումներ կան AI-ի մասին, growth hacking-ի մասին, չգիտեմ, venture capital-ի ու ստարտափերի մասին, ու նաև տեսնեն թե tech մարդիկ ինչ տեսակի ժամանց են անցկացնում, որ էլի Digitech-ում է։ Իդեպ այդ մասով անցած տարվա մեր տվյալներով միջինում 3.5 ժամ էին մարդիկ անցկացնում Digitech-ում, որը մեր ունեցած մնացած միջոցառումների հետ համեմատականով, չնայած մենք էլ չենք համեմատում ոչ մի հայաստանյան միջոցառման հետ, արդեն երկրորդ տարին է, բավականին մեծ ժամանակահատված է։ Այսինքն այդ ամբողջ ցիկլի մեջ 3 օրերի մեջ միջև դրանից հետո մենք ցույց ենք տալու թե ինչ անում Հայաստանում ու ինչ կարող է անի Հայաստանում tech մարդը, այսինքն եթե ինչ-որ մեկ ուզում է տեղափոխվի Հայաստան իր բիզնեսով կամ ինքը software developer-ը ուզում է գտեսնի այդտեղ որտեղ կարելի է ապրել, ինչով կարելի է սնվել, չգիտեմ, ինչ ժամանց է այդտեղ նախատեսված, այդ ամբողջ այդ ներկա պնակը փորձելու ենք այս տարի ցույց տանք ու սարքում ենք հենց կենտրոն, հա, այսինքն որ ամբողջ աշխարհից բոլորին հրավիրում ենք, դուք էլ դրա մասով, հա, բորդով շատ մեծ գործ եք արել, հա, բանի network-ի Հայաստան կանչելու մասով, որ տեսնեն ինչ է հայկական tech էկոսիստեմը։ Հիմա մի քիչ գնանք Siemens-ից։ Այս այն կտորն է, որը իմ ամենասիրելին է։ Գիտես խի, որովհետև այս podcast-ը սկսելուց երևի անցած տարի էր, նախանցած տարի էր, հիմա չեմ հիշի։ Ես կարծում եմ, որ մենակ ես չէի մեր թիմից լիքը մարդիկ, որ մենք կարիք ունենք ավելի լայն շրջանակներին բացատրել, պատմել տեխնոլոգիական ընկերությունների գործունեությունը ավելի թեթև բառերով, հա, այսինքն արագ հասկանալի բառերով։ Մենք էկոսիստեմում գիտենք, որը ինչա ով է hardware-ը, software-ը եւ մնացած բան, կիսահաղորդիչները եւ այլնը, բայց ուզում եմ ոնց որ այս հարթակը ծառայի նաեւ tech էկոսիստեմ ու Հայաստանի Հանրապետության բնակչություն, ինֆորմացիոն կապին։ Դրա համար է ընդհանրապես ստեղծվել։ Հիմա մի քիչ Siemens-ի մասին պատմի, ոնց է ինքը Հայաստանում հայտնվել, որտեղ Siemens-ը շատերը ոնց որ ասոցացնում են երևի գուցե մինչև հիմա հեռախոսի հետ, ինչքանով է կապված դա դրա հետ ու ոնց որ այդ historical անցումը մինչև այսօր։ Շատ լավ։ Նախ ուզում եմ ասեմ, որ Siemens-ը ի սկզբանե Հայաստանում Siemens չի եղել, հա, եղել է փոքր ստարտափ, իդեպ իր այդ success story-ն դա հենց multinational կամպանիայի հիմնադրումն է, հա, Հայաստանում թե ոնց է տեղի ունենում, շատերը նման ձևով են, հա, հիմնադրվել։ Իհարկե գոյություն ունի հայկական կամպանիան, հա, այդ ամեն ինչի մեջ հայեր, որոնք գնացել են այլ երկրներում բնակվելու, հա, մեր պարագայում 3 ընկեր տեղափոխվել են Ամերիկա, Silicon Valley ապրելու, հիմնել են կամպանիա, փոքր ստարտափ, էլի այդ ոլորտում, electronic design automation-ի ոլորտում, որը կոչվել է Ponte Solutions։ Այդ electronic design automation-ը կբացես ինչա հայերենով կամ չիպերի դիզայն, էլեկտրոնային ավտոմատացված դիզայնի ավտոմատացում, հա։ Ինքը software development է այստեղ արվում ամբողջությամբ, հա, hardware-ի production չկա, բայց ընկերությունը ի սկզբանե եղել է Ponte Solutions startup 15-ից 20 հոգի R&D թիմով, որը որ 2002 թվականին է հիմնվել, որը որ ունեցել է product, որը որ գնվել է Mentor Graphics Corporation-ի կողմից, որը որ այդ ոլորտի 3 առաջատար ընկերություններից մեկն էր, հա։ Mentor Graphics-ն է, Synopsys-ն է եւ Cadence Systems-ն է։ Եկել են այստեղ due diligence անելու, արդեն Synopsys-ը այստեղ թիմեր ունեցել է, տեսել են իրանց competitor-ը այստեղ successfully գործունեություն ածավալում, տեսել են պոտենցիալով թիմ, տաղանդավոր մասնագետների եւ որոշել են ինվեստիցիա անել եւ գնել Հայաստանում ամբողջ ընկերությունը, հա, ոչ միայն tool-ը։ Ինչից հետո ընկերությունը աճել է, հա, ներսում կրթական ծրագրեր են կարել, internship ծրագիր են կարել, opening-ներ են ունեցել, մարդ են ընդունել, նոր պրոյեկտներ են բերվել Mentor Graphics-ի ժամանակ։ Ինչից հետո 2017 թվականին Siemens-ի Product Line Division-ը Texas-ում Austin-ում որոշել է գնել Mentor Graphics կորպորացիային եւ այո, արդեն ավելի global acquisition-ի
հետևանքով Հայաստանում մեր ընկերությունը արդեն մոտ 110 աշխատակից ունեինք, քանի որ Siemens չի եղել այդ ուղղվածությամբ, պարզապես Mentor Graphics Development Services-ը վերանվանվեց, դառավ Siemens Industry Software։ Այս պահին ինչով է զբաղվում ընկերությունը։ Ինքը իր գործունեությունը էլի electronic design automation-ի ոլորտում է, կրկին էլի շատ կարևոր ուղղվածություն է, 99% մեր ընկերության research and development է, չնայած արդեն ոնց որ ընդլայնում ենք դեպի customer support, ոնց որ արդեն Հայաստանը ծառայում է որպես hub, որոշ երկրների հետ արդեն customer support իրականացնելու համար, կարող եմ բացատրել նաև ինչի է դա տեղի ունենում, որովհետև մենք հայերս ավելի հեշտ ենք աշխատում տարբեր երկրների հետ, ավելի flexible ենք, լեզուներ գիտենք եւ էս էլա մենք մոնտաժ չենք անում։ Okay։ Շատ լավ։ Նայ որ ինձ չբարավեց, Հա, դե հիմա ու այդ առումով, քանի որ communication-ը ավելի հեշտ է իրականացվում, մենք ունակ ենք աշխատել համ Իսրայելի հետ, համ Եգիպտոսի հետ, համ եվրոպական տարբեր երկրների հետ, լեզվի խոչընդոտ չկա, շփման, հայերը շատ flexible են ժամանակային տեսանկյունից, ես միշտ ասում, որ մեր ազգը միշտ այդ survival mode-ի մեջ է գտնվում, որ կապ չունի ինչ բեռ են վրա դնում, մեկը, քանի որ փոքր երկիր ես, fragile geopolitical վիճակում փորձում ես ավելի շատ բան ոնց որ վերցնես, որպեսզի կարևորություն ունենա, entity-ն։ Ու մեր ինժեներները կարծում եմ ոչ միայն մեր ընկերության, բայց մեր tech ոլորտի ամեն ինչ անում են, որ այս ոլորտը զարգանա իրանց հենց այդ ճկուն լինելով։ Դու կամած գնում ես իմ երրորդ հարցին, երրորդ հարցը փորձեմ sense ձևակերպեմ, ճիշտ է, խոսքի սկզբում էլ հետաքրքիր ձևակերպում տվեցիր, ինչ վիճակում է գտնվում այս պահին հայաստանյան tech էկոսիստեմը, դու իր կարկառուն ներկայացուցիչներից ես, ու ԱՏԾՄ-ի մասին ինչ կասես։ Գլոբալ եթե տարիների ընթացքում նայում ենք, tech ոլորտը Հայաստանում շատ է աճել, ընդլայնվել է, իհարկե շատ նպաստել են այդ ամեն ինչին multinational կորպորացիաների ծոր հիմնադրումը, Հայաստանում, նաև լավ ստարտափ համակարգ ունենք, որը որ շատ դեպքերում, այդ multinational կամպանիաներից տաղանդավոր ինժեներներ, որոնք նաև entrepreneurship ձիրք ունեն, դառել են startup founder։ Այսինքն դուրս են եկել, դուրս են եկել ու այդ գիտելիքը, որ ձեռք են բերել, ներդրել են իրենց ընկերությունների մեջ, ոլորտը ընկերությունների տեսանկյունից, քանակային ինձ թվում է շատ հիմա ավելի մեծացել է, հաշվի առնելով 4 տարի առաջ արտագաղթը Ռուսաստանից դեպի Հայաստան, մեծ ընկերություններ փակեցին Siemens-ն, մենք մեր գործունեությունը Ռուսաստանում փակեցինք սանկցիաների պատճառով, relocate արեցինք մոտ 60 մեր ոլորտի մեջ աշխատող ինժեներների, սակայն դե հետագայում որոշ ինժեներներ տեղափոխվեցին Siemens-ի այլ, մասնաճյուղեր, եվրոպական, ամերիկյան, ու հաշվի առնելով տարբեր հանգամանքներ, ես համարում եմ, որ մենք այդքան էլ պատրաստ չէինք բոլորովս, մեր tech համակարգը, մեր օրենսդրական, framework-ը, բանկայինը, նաև ինչու՞ չէ, էլեմենտար office space-ի խնդիր կար, որը որ մենք չկարողացանք շուտ accommodate անենք այդ բոլոր ընկերություններին եւ այնպիսի պայմաններ ստեղծեինք, որ մնան։ Հենց ընկերությունների մասշտաբով, Բայց ընկերություններն relocate-ում թե իրենց աշխատակիցները։ Նայեք, ընկերություններ կային, որոնք որ իրենց հենց աշխատակիցներով ընդեղ entity-ին փակեցին, այստեղ բերեցին entity-ին հիմնեցին, Ընկերություններ կային, ոնց որ մենք, որոնք չէին կարող ամբողջ capacity-ով իրենց ընկերությունը relocate արեցին միայն այն մասը, որը որ համապատասխանում էր ստեղի բիզնեսին, ու փորձեցին պահել հնարավորին չափով այդ տալանտը հենց Siemens-ի մեջ ու արդեն կարևորություն չէր տրվում, կոնկրետ
տվյալ մասնագետը կմնա Հայաստանում, կգնա եվրոպական ինչ-որ երկիր, թե կարևորը, որ պրոյեկտը չտուժի, հա, որ այդ աշխատանքը տեղի ունենա։ Սակայն ես համարում եմ, որ եթե մենք ունենայինք այդ պայն ավելի ճկուն, չգիտեմ, ավելի գրավիչ համակարգ, որոնք որ հա դրսի եկած մարդկանց կարողանային պահեին, վարձակալության, հա, էլեմենտար չոր բանդիներ, մեթոդներ այդ վարձակալության գումարները մի քիչ ավելի քչացնեինք, զսպեինք, հա, որ շուկայում այդքան գները չթռներ, շատ ավելի շատ մասնագետ կմնար Հայաստանում։ Իսկ հիմա օրինակ Siemens-ի օրինակով քանիստ են եկել ու քանիստ են Դե մոտ 60 եկավ, մի երևի 10-15-ա մնաց։ Մնացել է 10։ Այո։ Իսկ ընդհանուր այս պահի վիճակը ո՞նց է tech ecosystem։ Մենք որպես ընկերություն հիմա 205-5-ից 10 հոգի ենք, մեր մոտ այդ աճը շատ ամեն տարի մենք ոնց որ այդ աճը անում ենք, հա, աճում ենք, նոր տեղեր ենք բացում, հա, նոր պրոյեկտներ են բերվում, իհարկե դժվար է, որովհետև ինքը որոշակի սպეციფიկ գիտելիք է պահանջում ու ֆունդամենտալ գիտելիքների կարիք կա մաթեմատիկայի, ֆիզիկայի, որը որ ցավոք սրտի տարիների ընթացքում տեսնում ենք, որ համալսարանը չի կարողանում այդ փուլը, հա, կարիքը չի կարողանում փակի, հա, եւ ոնց որ ստիպված ընկերությունները, բոլոր ընկերություններն են մեծ, իրանք ներսում իրանք կրթական ուսուցողական ծրագրեր ունեն, հա, internship-երը, որոնք որ նպաստում են այդ գիտելիքի աճին, որը որ համալսարանը տալիս այդ on top of that, ոնց որ ավելացնում են, որ կարողանան նույնիսկ internship-ի համար, հա, մարդ վերցնեն, պատրաստեն հետագա, գեփը մեծ է, հա, ցավոք սրտի գնալով ավելի է շատանում։ Ինչ ենք անում դրա համար։ Ինչ ենք անում, պետք է համալսարաններին ասել ժողովուրդ մեզ։ Դե այն որ ծրագրերը պետք է միանշանակ ավելի փոխվեն, հա, ավելի համապատասխանեցվեն տվյալ շուկայի պահանջներին, այդ միանշանակ։ Ենթադրում եմ, որ համապատասխան քանակի դասախոսական անձնակազմ չկա, որ ուսանողների այդ փուլը կարողանան աճացնեն, հա, սովորեցնեն այն ինչ որ մեզ պետք Միշև, լույսերը հեսակ նորմալ է, հա, օքեյ։ Այս պլանի մեջ է, Այս պլանի մեջ է, շատ լավ։ Իհարկե կողքից շատ ուսուցողական, հա, տրեյնինգ ծրագրեր են լինում, որ ուսանողները, որոնք ձգտում են, հա, այդ գիտելիքը ձեռք բերեն, համալսարանի հետ մեկտեղ, բացի internship-երին մասնակցելուց, կողքից տարբեր, հա, ուսուցողական կենտրոններում ծրագրերին մասնակցում են, նույնիսկ եթե վճարով է լինում, փորձում են այդ բացը լրացնեն գիտելիքային։ Հետո on-line կուրսեր կա եւ այլն։ Մենք մեր ներսում ունենք մեծ learning and development platform, որը որ շատ բարձր մակարդակի տրեյնինգներ մեր աշխատակիցների համար անվճար է։ Virtual instructor-ով է լինում, բայց պետքա մարդիկ էլ հա ակտիվ այդ ամենից օգտվեն, որովհետեւ այդ են հնարավորություններն է, որոնք որ ամեն կամպանիայում չկան։ Իսկ մենք դա տալիս ենք։ Թույն։ Տես, այս տարի արդեն նշեցի մեր այն երեգրխանի դևի ու Digitech-ի 20-ամյակի մասին, բայց շատ նաև կարևոր իրադարձություն է տեղի ունենալու այս տարի ԱՏԶՄ-ի 25-ամյակը, ԱՏԶՄ հիմնադրման 25-ամյակը, ու ես կուզեմ մի քիչ ԱՏԶՄ-ի 25-ից եւ Digitech-ի 20-ից, չնայած Digitech-ին արդեն անդրադարձանք, ես դու երկրորդ տարին ես, չէ՞, արդեն բորդում։ Ես ճիշտն ասած 2016 թվականից բորդում եմ եղել փոքր ընդմիջումով, հա, մեծ, հա, ես ինձ հին board member-ներից եմ, հա, հին, հա, ու Կարեն Վարդանյանի Լուսայի շատակ, հա, օրով եղել եմ, հենց ժամանակ փոքր էի, բայց այդ սաղ այդ process-ներին մասնակցել եմ, այն ժամանակ դեռ մի հատ այդեղ ոնց որ IT միություն կար, ու ըստ ինձ մեր ԱՏԶՄ-ն հիմա ամենամեծ միություններից է, հա, այս ոլորտում ու շատ լսելի է ըստ ինձ, որովհետև ներգրաված են այն կամպանիաները, որոնք որ կարող են նպաստել ոլորտի եւ ընդհանուր, հա, միջավայրի զարգացմանը եւ ավելի բարեփոխմանը։ Բացի ուրեմն Նրանից որ միությունը աճել է, ես կարծում եմ, որ գործունեությունը, որը որ միությունը հիմա ծավալում է, թիմն է մեծացել, հա, ավելի մեծ հնարավորություններ կա տարբեր պրոյեկտներ վերցնել,
բացի Armat-ից, Digitech-ից, բան, հա, то есть այդ հնարավորությունները հիմա շատ ավելի մեծացել են ու դա հնարավորություն է տալիս, որ ավելի շատ ընկերություններ ներգրավեն, հետաքրքրված լինեն անդամակցելուն, քանի որ դա կրկնում եմ շատ լավ հարթակ է բանի համար, հա, փոքր ընկերությունների համար բիզնես կապեր ստեղծել, հնարավորություն ունենալ փորձի փոխանակման, հա մեծ ընկերությունների հետ, ավելի կայացած ընկերությունների հետ, թեկուզ լոկալ, հա, board member-ների եւ ավելի փորձառու մասնագետների հետ, հա, հաղորդակցվելը կրկին ես համարում եմ, որ մեծ հնարավորություն է տալիս, որ այն ուղիները, որոնք որ մենք ժամանակին փորձում էինք ստեղից ընդեղից իմանալով բարձել, գալով միություն, արդեն այդ ընկերությունը միանգամից ուղղորդվում է։ Սա դառնում է այդ մի պատոհան բառն է, էլի, որ գալիս է այդ մի պատոհան, իրան արդեն ասում են այս մարդկանց հետ կապնվի, այս ընկերություններին դիմի, այս հարցը տես մարդը կօգնի լուծես կամ այս ընկերությունը որ դիմես, անդամակցում ես UAT-ին, քեզ ավելի բարե նպաստ պայմաններով այդ սերվիսը կմատուցեն լիքը բաներ կա, որ ինձ թվում է էլի կարող ենք ճկունացնել, հա, մեր այդ ներգրավումը նոր անդամների, բայց արդեն 2005 թվականից մեծ փոփոխությունները ակնհայտ են։ Լավ, մերսի։ Ռեկլամ չեմ անում, ասում եմ ինչ որ տեսել եմ ճիշտն ասած, թող չթվա որ board member եմ, դրա համար եմ այդ ասում, բայց ակնհայտորեն տարբերությունը երևում է, իհարկե կուզենայի ավելի շատ multinational կամպանիաներ տեսնեի մեր միությունում, բայց we are working on that, ես հույսով եմ, որ ավելի մեծ թվով ոնց վերազգային ընկերություններ կներգրավեն որպես միության անդամներ։ Գիտես միշտ այդ վերազգային բառը ինձ մի քիչ բան արել, բայց ասում եմ այսօր դրա մասին չխոսենք, այդ վերազգայինը։ Վերազգայինը, հայերեն տենց են թարգմանում միջանում։ Ինչ է սպասում այս տարվա Digitech-ից դու։ Որպես այցելու, որպես board member, որպես Իրինա Դումանյան։ Որպես Իրինա Դումանյան, ասեմ ինչ եմ ուզում տեսնել։ Որպես board member ես մի քիչ բան եմ։ Որպես board member գիտեմ ինչ է լինելու։ Որպես board member գալու եմ, ասեմ, այս ինչի sense չէ կարա, այս ինչի անեն, ցեն ինչի չի բացում, նորմալ է, հա։ Բայց լավ բաներն էլ եմ ասում, չէ, constructive criticism եմ անում, եթե նույնիսկ անում եմ, բայց որպես Իրինա Դումանյան ինքը իմ համար տոն է։ Հա, չէ, ճիշտն ասած, հա, որտեվ այդ ինձ հնարավորություն է տալիս, ես իմ երեխաների հետ անպայման գալիս եմ ու ինչ էտել եմ ուզում նշեմ անպայման, որ երեխաների եւ ուսանողների համար էլ է դա շատ կարեւոր հարթակ, որովհետեւ ունենք Armat-ի, հա, անկյուն, տարբեր տենց ոնց որ ուսուցողական ու ռոբոտաշինության ծրագրերի անկյուններ, որտեղ որ երեխեքը դպրոցականները կամ ուսանողները գալիս են ու այդ exposure, չգիտեմ հայերեն exposure Ես չգիտեմ։ Okay, հա դու չգիտես։ Այդ exposure ունենում են, հա, tech ոլորտում այդ դպրոցից սկսած, ինչա տեղ ունենում, ինչ կարող են հետաքրքրվել, հա, ինչ որ ընկերություններ տեսնել, հավես բաներ են սարքում, բան, то есть այդ բանը, այդ միջավայրը ինձ թվում է շատ բարենպաստ է, դրա համար բոլոր ծնողներին կապ չունի դուք tech ոլորտում եք թե չէ, շատ խորհուրդ եմ տալիս, որ երեխեքին բերեք, թող տեսնեն, թող այդ բանին մասնակցեն, էլի, այդ տոնին մասնակից լինեն։ Որպես ընկերություն Siemens-ը շատ ռեկլամի կարիք չունի, հա։ Մենք տաղավարներ ունեցել ենք իդեպ մի քանի տարի, բայց ինքը ավելի շատ informative, հա, բնույթագրել կամ ինչ որ կարիերայի մաս է եղել, career fair-ի տիպի բան է եղել, որ այդ ուղղությամբ էլ, հա, ընկերությունները որ գայս են կարող են ունենալ ինչ որ կարճ ինտերվյուներ, հա, ուսանողներ են գալիս, փորձեն ներգրավեն, ասեն ինչ պոզիցիաներ ունեն, տեղում ինտերվյուներ անեն կարճ, այդ ամեն ինչին Digitech-ը նպաստում է, այդ հարթակը տրամադրված է։ Այսի տոնի հետ կապված գիտես, չէ՞, մենք բան ենք անում։ Մեկ էլ after party-ներն եմ սպասում շատ հավես է անցնում։ Հա, այս տարվա after party-ներին պետք է շատ սպասել, որտեվ շատ հետաքրքիր բովանդակություն ունենք, հիմա փակագծերը չբացենք, բայց after party-ները հատկապես շատ բանան յուրահատուկ են լինելու ու ոչ նախադեպային Digitech-ի ֆորմատով։ Տոնի հետ կապված մի հատ, հա, կարևոր բան, բոլորի համար այդ տոն երևույթը կա ու Digitech-ը այդ tech համայնքի նոր տարին է, հա, այդպես բառի բունի մասով, ճիշտ է, բլինչիկ չենք սարքում, կստացեք։
Ինչ-որ կարելի է այս տարի բլինչիկ սարքել։ Ֆուշետի մեջ։ Բայց ամբողջ tech էկոսիստեմի համար Հայաստանի եւ աշխարհի հայ tech network-ի, հա, Digitech-ը իրոք տեխնոլոգիական տոն է։ Չես պատկերացնի ինչ հետաքրքիր սփիքերներ ու միջազգային այցելուներ հենց այդ տոնի ու բոլորին միտեղ միանգամից տեսնելու համար են գալիս ամբողջ աշխարհից։ Հիմա ես այտենց անունները չեմ ուզում թվարկեմ, ոնց որ ասում եմ գգակ կտեսնեք, բայց այտենց ֆանտաստիկ տպեր են, շատ ֆանտաստիկ հետաքրքիր պատմություններ ունեցող ընկերություններ հիմնադրած, մի քանի ընկերություններ ու չգիտեմ Ավստրալիայից մինչև Ամերիկա, Ամերիկայից Եվրոպա, Չինաստան, Ճապոնիա, SNG-ի տարբեր երկրներ, այսինքն ԱՊՀ-ի այդ տոնի կոնցեպտը այս տարի էլ է պահպանվել ու ինքը ավելի ինլայնվել է, չգիտեմ, տեսել ես եւ դա այդ պարագայում երևի միանակ տոն չի, այդ պարագայում համել ինչ որ փորձի ձեռքբերում է, որտեվ նմանատիպ մարդկանց լսելով նույնիսկ ամենափորձառու մարդը կարող է ինչ որ բան կլանի, հա, մանավանդ եթե panel discussion-ներ ա լինելու, այդ բանավեճերը, բաները, ինձ մոտ շատ հետաքրքիր է, հա, նույնիսկ փորձված ղեկավար լինելով, ես միշտ ասում եմ, որ ես միշտ սովորելու process-ում եմ ու տարբեր այդ դրվագները լսելով ինչ որ բաներ միշտ ձեռք եմ բերում, փորձում եմ քաղել ուրիշի փորձից էլ եւս։ Ինձ հետաքրքիր կլինի, կուզեմ մի քիչ ավելի ակտիվ լինի մասնակցությունը, որովհետև էքսպոյից մի քիչ էքսպոյով են ոնց որ տարվում, շեղվում ու կուզեմ ավելի ոնց որ այդ մասը տեսելի criticize եմ անում, բայց ուզում եմ այդ մասը բան չդեմ ասել, բայց կուզեի օրինակ դեպի այդ մաս շատ ավելի ակտիվ ուղղորդվի, հա, չգիտեմ, եկեք, ստեղ հավես բանա, իրականում կուղղորդվի, որտեղ այս տարի թեթվային հարթակներում, app-ում, կայքում ու մյուս հարթակներում այդ ենթամիջոցառումները, հա, գրափարով ասած side event-ները լրիվ տենց հստակեցված են, թե ով որտեղ որ սրահում որ ժամին ինչ թեմայով ինչ է խոսելու ու բաց դրած է լինելու ու նաև մեր հենց այցելուներին հաղորդագրություններ է գնալու, թե որ ժամին ով որ սրահում ինչի մասին է խոսելու, հենց որ այդ խնդիրը ստեսան լուծված է ու դրանով է նաև Digitech-ը 2 նույնիսկ 3 անգամ մեծ նախորդից։ Բայց հա շատ կարևոր բան ես ասում ու հա էքսպոյից դեպի կոնֆերանսային մնացած բլոկեր մարդկային հոսքը ուղղորդելը կարևոր է, բայց կներես մենք մեղավոր չենք, որ շատ լավ ընկերություններ են գալիս ու իրանք հետաքրքիր բաներ են ստեղծում ու ցուցադրում, որոնք որ գրավում են նաև մեր այցելուներին։ Հետո կներես Խաչիկյան, խորհուրդ կտամ մի քիչ համալսարանների հետ էլ աշխատեք, որ ավելի շատ ուսանողներ ներգրավեն, ուղարկեն, որովհետև նույնիսկ թեք համալսարանները չեմ կարծում, որ այդ առումով լավ գործ են անում, հա, այդ raising awareness, հա, ուսանողների մեջ, որ սենց բան է կազմակերպվում, գնացեք, մանավանդ անվճար է, էլի ուզում եմ ասեմ, այդ մասնակցությունը կարևոր է։ Հիմա չգիտեմ մենք մեր UAT-ով կարանք ինչ որ բան անենք այդ առումով։ Մենք արդեն ցուցակավորել ենք իրանց նամակները ուղարկել ենք, հրավերները, բայց գիտես Digitech-ը տես բավական հայտնի է, բոլորը տեսնեն։ Սամիթի օրգան լսեն։ Այո։ Okay, լավ բան ես ասում, հաշվի կան։ Եթերը սարքեց էլի board meeting։ Շնորհակալ եմ որ եկար, շատ հաճելի ջեմ ու հետաքրքիր զրույց էր, իրոք տենց շատ տենց էներգիայով քեզնից հետո գիտես ում հետ եմ զրույց անելու, ինչ պետք է ես էներգիան, որ հետո իր հետ շարունակեմ։ Okay, շատ լավ։ Անուն չտանք, չիմանա։ Սիրով քեզ սպասում ենք Digitech-ին մի ամսից, սիրով քեզ սպասում ենք ամեն օր մատուցումը գրասենյակում։ Գալիս եմ։ Մյուս կարոց հետդ մի քաղցր բան կոֆե խմենք։ Շատ շնորհակալություն։ Մեզ բոլորիս հաջողություն եմ ցանկանում ու շատ մեծ սպասելիքներ ունեմ այս տարվա Digitech-ից, թե մասնակցության տեսանկյունից, թե կոնտենտի, հա կոնտենտը շատ կարևոր է ըստ ինձ, դե party-ներն էլ, after party-ներն էլ գիտես։ Ամենակարևոր մասերից։ Անպայման։ Thank you very much. Thank you. Քեզ շնորհակալություն։ Bye. Bye.